2019 թվականի հուլիսին Տիգրան Ավինյանը $500 միլիոն ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տեսնես ինչ եղավ դրա հետ։ 2020 թվականի օգոստոսին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության падգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որի հիմա դեսպան է, հայտնեց, թե առաջիկա տարիներին, այսինքն հիմա, Չինաստանը 10-15 միլիարդ դոլար կներդնի եւ կկառուցի խելացի գիտական քաղաք։ Մեր բոլոր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ ԿՊԱԿ-ն օդի տատանում է արել, քամի այսինքն։ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլը Վանաձորում խոստացավ Կոտայքի մարզում 2000 աշխատատեղանոց ադամանդի գործարան։ 18 թվականի նոյեմբերին Նիկոլը Վանաձորում 150 աշխատատեղանոց բալոնների գործարան խոստացավ, օրը 800 հատ էլ բալոն պետք է արտադրեր։ 18 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2 հատ տրակտորի գործարան բացել ու տարեկան մինչև 5000 տրակտոր արտադրել։ Առաջարկում եմ հաջորդ անգամ այդ արտադրած տրակտորով գործի գնալ։ Համ էլ կիմանանք ինչ վիճակում է։ 18 թվականի դեկտեմբերի 5-ին Մերձավան համայնքում մի հատ դարպասի մոտ լենտ կտրեց ու ներկայացրեց հայկական տեխնիկայի գործարան։ Դա էլ 126 000 տեխնիկա պետք է արտադրեր։ Լավ, որ մեկը հիշեմ,